Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ։ Ես կրկին իմ խոհանոցում եմ եւ այսօր իմ օգնականն է մեր սիրելի Տաթևը։ Բարի լույս, Տաթև ջան։ Բարի լույս, Տիկին Անթարան, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ։ Ես իհարկե ուրախ եմ գտնվել ձեր խոհանոցում եւ անհամբերությամբ սպասում եմ այն կերակրատեսակի բաղադրատոմսին, որը մենք այսօր պատրաստելու ենք։ Մենք այսօր շատ հետաքրքիր մի կերակրատեսակ ենք պատրաստելու, որի միջուկը շատ արժեքավոր բաղադրիչներից է կազմված, իսկ ինքը ուտեստը պատրաստվելու է հիմնականում սմբուկից։ Ինչ է մեզ անհրաժեշտ այսօրվա ուտեստը պատրաստելու համար։ Անհրաժեշտ է 2 մեծ չափի սմբուկ, 1 բուլղարական պղպեղ, ցանկալի է կարմիր գույնի, կանաչի, 2 լոլիկ, 150 գրամի չափով շամպինյոն տեսակի սունկ, բուսայուղ, 1 գլուխ սող, 2-ից 3 բջեղ սխտոր եւ մի քիչ 50-ից 100 գրամի չափով մանր կտրատած ընկույզ զարդարելու համար։ Սմբուկը լցոնած սնկով, 2 սմբուկ, 1-2 հատ բուլղարական պղպեղ, 1 գլուխ սող, 2 լոլիկ, 150 գրամ շամպինյոն, 2-3 բջեղ սխտոր, կանաչի, ընկույզ, աղ եւ սև պղպեղ, իհարկե չմոռանաք բուսական յուղը։ Ինչ ենք անելու մենք, Տաթև ջան։ Այո։ Մենք այսօր ուրեմն կտրատելու ենք սմբուկը, 2 մասի ենք բաժանելու եւ նավակի նման միջուկը հանելու ենք եւ միջուկը օգտագործելու ենք նաեւ հիմնական միջուկը պատրաստելու համար։ Եվ մինչ միջուկը կպատրաստենք, մենք կփորենք սմբուկները եւ կդնենք ջեռոցի մեջ, հետո կպատրաստենք միջուկը։ Մեր սմբուկները նավակի տեսք ստացան, այն բուսայուղի օգնությամբ դրել եմ թավայի մեջ եւ հիմա ջեռոցում եփվելու է մոտավորապես 10 րոպե։ Մինչ այդ մենք կպատրաստենք միջուկը։ Սիրելի հեռուստադիտող կանայք, սիրելի տնտեսուհիներ, եթե դուք ունեք լավ բաղադրատոմսեր, հետաքրքիր ուտեստների պատրաստման եղանակներ, ապա ուղարկեք այն մեր էլեկտրոնային փոստին arravotshnik@tv.am լավագույն բաղադրատոմսերին յուրաքանչյուր ամսվա վերջում սպասվում է անակնկալ։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ մենք տապակեցինք սոխը, տապակեցինք ուրեմն կարմիր պղպեղը, սմբուկի միջուկը, հիմա ավելացնելու ենք կտրատած սունկը, հետո լոլիկը, կճզմենք վերջում սխտորը եւ մեր միջուկը արդեն պատրաստ կլինի։ Միջուկը տեղավորելու ենք մեր սմբուկների մեջ եւ եփելու ենք ջեռոցում մոտավորապես 10 րոպե։ Բոլորին հայտնի է, որ ընկույզը իր բարձր կալորիականությամբ եւ իր օգտակարությամբ կարելի ասել շատ կարևոր տեղ է գրավում մեր սննդի եւ սննդակարգի մեջ։ Ընկույզը շատ հարուստ է, տարբեր հանքային աղերով եւ 100 գրամ ընկույզի միջուկը պարունակում է մոտավորապես 6000 կալորիա։ Ես ուզում եմ ավելացնել, Տիկին Անթարան, որ ընկույզը ընդհանրապես շատ օգտակար հատկություններ ունի, այդ մասին կարծում բոլորն են տեղյակ։ Պարզապես պետք է նշել այն հիվանդությունները, որոնց դեպքում հատկապես օգտակար է օգտագործել, դրանք են լյարդի հիվանդությունները, սակավարյունությունը, Աթերոսկլերոզը, այո, եւ
կարծում եմ, որ սիրտանոթային համակարգին եւս օգտակար է ընկույզը։ Բացի այդ ամենից, ընկույզի եւ մեղրի համադրությունը անչափ էֆեկտիվ ազդեցություն է ունենում պարազիտային տափակ եւ երկար որդերի դեմ պայքարելու համար։ Այո, բավականին օգտակար են եւ ցավոք սրտի, իհարկե ընկույզը չի կարելի օգտագործել բոլորը այն մարդկանց, ովքեր գիրանալու հակում ունեն։ Այո։ Եվ եթե ձեր տանը ընկույզ ունեք եւ այն չորացել է, կարող եք 5-ից 6 օր պահել թույլ աղաջրում եւ աղաջուրը կներծծվի նրա միջուկի մեջ գեղևի միջոցով եւ այն ավելի թարմ տեսք կստանա եւ ավելի հաճելի կլինի նրա օգտագործելը։ Ընկույզը ավելի հեշտ կկոտրվի, եթե 10-ից 15 րոպե այն դրվի եռացրած ջրի մեջ փակ արդյունապատ ամանի մեջ։ Դրանից հետո այն շատ հեշտ կկոտրվի։ Ընկույզից կարելի է պատրաստել, ընկույզի միջուկից ավելի շուտ կարելի է պատրաստել տարբեր տեսակի քաղցրավենիքներ, հալվաներ, կոնֆետներ, խմորեղեններ եւ ընկույզը օգտագործվում է նույնիսկ գեղանկարչական պիտույքների արտադրության մեջ։ Նրանից պատրաստում են լաքեր եւ տուշերի տարբեր տեսակներ։ Սմբուկը լցոնած սնկով 2 սմբուկ, 1-2 հատ բուլղարական պղպեղ, 1 գլուխ սոխ, 2 լոլիկ, 150 գրամ շամպինյոն, 2-3 պճեղ սխտոր, կանաչի, ընկույզ, աղ եւ սև պղպեղ։ Իհարկե չմոռանաք բուսական յուղը։ Բարի ախորժակ։ Մեր ուտեստը պատրաստ է։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ, ինձ հետաքրքրում է նաեւ թե որքան գումար է անհրաժեշտ այս ուտեստը պատրաստելու համար։ Անհրաժեշտ է մոտավորապես 1500 գրամ։ Դե ինչ, վերջում եւս մեկ անգամ բարի ախորժակ, պատրաստեք անպայման այս ուտեստը։ Եվ իհարկե, մտածեք ինչպես եք սնվում, որ կարողանաք